Դատարանում դատական նիստի ժամանակ դանակահարված Ամբաստանյալին վիրահատել են։ Վանաձոր բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արթուր Խաչատրյանը մեծ հետ զրույցում ասել է, որ դանակահարվածի կյանքին վտանգ չի սպառնում։ Երեկ էր Վանաձորի դատարանում դատի ժամանակ դանակահարություն եղել։ Հայլուրի թղթակիցները պարզել են, որ դանակահարողը անցած տարի Լոռիբերդ գյուղում դաժանաբար սպանված 21-ամյա Հայկ Մաղաքյանի եղբայրն է։ Կրծքավանդակին հարված ստացած Էրիկը 4 ամբաստանյալներից մեկն է։ Ըստ մեղադրանքի անցած տարի հուլիսին Հայկ Մաղաքյանին դանակի մի քանի հարվածով սպանել են, ապա հետքերը թաքցնելու համար մարմինը այրել Ստեփանավանի մոտակայքում։ Դատարանում դանակահարության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դանակահարողին փնտրում են։ Հայլուրը զրուցել է ըստ ամենայնի վենդետայի զոհ դարձած տղայի տատի հետ։ Այդ մասին պատմող մեր ռեպորտաժին սպասեք մեր հետագա թողարկումներում, իսկ այժմ լսենք Վանաձոր բժշկական կենտրոնի փոխտնօրենին։ Պացիենտի մոտ արկա էր պնևմոթորաքս, այսինքն թոքի թաղանթի վնասում, ինչի կապակցությամբ կատարվել է պլևրալ խոռոչի դրենավորում վիրահատարանում, իրական միջամտություն, վիճակը ներկայապահին գնահատվում է միջին ծանրության,